Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես է արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըզհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողում քմերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ է արքայություն եւ զորություն եւ փառ Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իքորձոց, փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ բազմամերիս ամեն։ Գահավադանք ամենասուրբ երրորդության, հորը, որդիին եւ Սուրբ Հոգիին, գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքորյա թաղումին, հարության, Աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փառավոր երկրորդ կալուստին գնթունիմ եւ գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Սիրելներ, 40-օրյա մեծ բակի ժամանակն է հավասիկ։ Շատ չմնաց, որ շուտով ավակ շաբաթ մտնենք եւ Քրիստոսի հարության զադիգը պիտի դոնենք։ Բայց եկեք հարց տանք մենք մեզի։ Իսկապես պատրաստվեցանք հոգեբես, որբեսի թիմավորենք զադիգը։ Այս անցող շաբաթներուն արդյոք մեր մեջը կդանք ձածկված մեղքը, որ գփորձեր մեզ մե ձածկվիլ, բայց մենք կդանք ադիգա, մեր մեջը, բռնեցինք, մենք մեզ բռնեցինք, խոշորացույցը դարձուցինք մեր հոգին մեջ, մեր սրդի մեջ, մեր էության մեջ, եւ տեսանք, որ այդեղ բան մգա, որ Աստուծո հաճելի չէ։ Եթե այո սիրելիներ, ու աշխատեցանք, որբեսի մաքրվինք այդ աղդեն, որբեսի ցերպազադինք այդ մեղքեն, ապա զադիգը իսկապես որ արժանավորությամբ կրնանք տոնել։ Իսկ եթե սիրելներ այս բայցողության օրերը բարձաբես մեզի համար վերածվեցան, ցետով նոր ջաշեր սորվելու ժամանակաշրջանի, ու այս տարի սորվեցա ինչպես թոփիկ կշինեն բոլսահայերը, կամ այս տարի սորվեցա ինչպես արեմդահայերը, չգիտեմ, սիսերով քյոֆտե կշինեն։ Եթե այս բոլորին յետևեն եղանք միայն, եւ զադիգին պիտի հասնենք, զադիգը պիտի դոնենք, բարձաբես ուդելիքով, եւ պիտի շնորհավորենք, եւ թերևս ոմանք քանի կիլո նիհարցած պիտի լան, իսկ մյուսներուն պիտի այբանեն, որ պիտի ասեն, որ վայ, այս 40 օրերուն ընթացքին տեսնեմ, որ ավելի կերծած ես, մյուսնա պիտի պատասխանե, որ զետով ջաշերուն ես միշտ կկերնամ, շատ հաց կուդեմ։ Եթե այդ պիտի լա խոսակցությունը, ուրեմն սիրելներ մենք արժանի չենք Քրիստոսի զադիգը դոնելու։ Արժանի չենք։ Որովհետև զադիգը սիրելիներ դոնագադարություն չէ բարձապես։ Այլ զադիգը Քրիստոսի հարությունն է, հաղթանակն է մահվան ու մեղքին վրա։ Եթե մենք ալ սիրելներ Քրիստոսի հարությամբ կարողանանք հաղթանակ տանել մեր մեջի, քոնե մեկ մեղքին վրա, քոնե մեկ աղտին վրա, այդ ժամանակ իսկապես գարթարացվի։ Անոր համար լրջությամբ այս քանի շաբաթը որ հազիվ մնաց մեր թիմացը, լրջությամբ վերանայինք մենք մեզ, վերանայինք։ Մեծ բակի ժամանակը ինքնակնության բահն է։ Գարտանք անպայման եկեղեցու սուրբ հայրերը,
Սիրելիներ, մի նայեք այսօրվան մարդոց, ոչ ալ նայեցեք ինձի։ Ես սեզ մի ավելի մեղավոր եմ, այլ եկեղեցվո հայրերուն։ Ես չեմ գնար Պողոս Արաքյալի նման ասել ցեզի, ինձի պես եղեք, ինչպես որ ես ալ Քրիստոսի պես եմ, բայց Պողոս Արաքյալը սավ։ Պողոս Արաքյալը սավ, ինձի պես եղեք, ինչպես ես Քրիստոսի պես եմ, ինձի նմանեցեք սավ։ Անիգա հբարդությունը չէր, անիգա սիրելներ Աստուծո Սուրբ Հոգին իրեն շնորհքներով լեցուցած խոնարհություններ։ Հետևաբար, քանի որ մեծ բահոց օրերուն սիրելներ ամեն երեքշաբթի, որ մենք սերտողության գավակվինք, գընթերցենք ապաշխարության աղոթքներ, կամ հավաքական ընթերցանության համար գընթերցենք ապաշխարության հատվածներ, անցնող շաբաթներուն մենք ընթերցեցինք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի քրած եւ սամոսներեն առնված ապաշխարության թագավոր Հավիդյանները, այսօր սիրելներ 5 շաբթի օրվան թագավոր Հավիդյանը պիտի ընթերցենք։ Եկեք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի նման մենք ալ մեր անձերը խոնարեցնենք, որովհետև սիրելներ ապաշխարությունը ինքնակնության եւ խոնարհման ժամանակ է։ Եվ որ արդեն ինքնակնություն կատարենք, այն ադեն կտեսնենք, որ գարիք ունենք խոնարեցնելու մեր անձը։ Միասին ընթերցենք 5 շաբթի օրվան թագավոր Հավիդյանը։ Ապաշխարության արդյունքը ավազան գլա եւ գլվա մեղքերու բազմությունը։ Ադով մեր մերնելեն առաջ կավություն եւ քու մեծ ողորմությունը չնորե մեզի։ Ով հզոր եւ գենտանի Աստված, իմ անձս քեզի ծարավի է։ Երբ պիտի կամ ներգայանամ Աստուծույթ, օր ու գիշեր արդյունքս է գերագուրս։ Մինչ օրն իբուն մարդիկ ինձի կհարցնեին, թե ուր է Աստվածդ, ադով մեր մերնելեն առաջ կավություն եւ քու մեծ ողորմությունը չնորե մեզի։ Այն ահավոր օրը, երբ հորը փառքով աշխարհը թադելու կաս, եւ բոլոր երկրածինները սարսափելով թողան քու ահետ, ով ահեղ թադավոր, երբ ադյան նստիս արարածներու վրա նայած ադենդ, զիս բազմամեղս ալ հիշե, որ սատանային խապվելով մեղքերու մեջ թաղված եմ։ Ավազագին պես դեր քեզի կբաղադիմ, զիս ալ հիշե, թում որ միակ փրկիչն ես։ Աշխարհի նավուն մեջ իմ մեղքերը զիս գալեգոձեն, ով փազում ողորմ, ապաշխարության նավահանգից շնորհե ինձի եւ փրկե։ Ով Աստված, փրկե զիս, որովհետև ճուրերը մինչև գոգորտիս ձայրը հասան, անթունտներու խորությանց մեջ ընգղմեցա, ալ հանգիստ չունիմ, ով փազմողորմ, ապաշխարության նավահանգից շնորհե ինձի եւ փրկե։ Ով բարեկուտ նավաբեդ, քեզի գաբավինիմ, ցերկդ երկար է ինձի, ինչպես անցյալին ալիքներուն վրա ցերկը տվիր Պետրոսին, որ գծպիմ ալեգոձյալ մեղքերու հանցանքներու մեջ եւ փրկեզիս։ Թունես ով Քրիստոս, ցանկի աղբյուրը եւ փխումը ողորմության։ Մեր մեղքերուն թողություն շնորհե, ով մեր հոգիներու փրկիչը։ Դեր քեզ մեկը փխի ցանկի աղբյուրը եւ քու երեսիդ լույսովը լույսը գտեսնենք։ Ձակե ողորմությունդ անոնց, որոնք քեզ գճանչնան, եւ արդարությունդ անոնց, որոնք ուղիղ են սրտով։ Ով մեր հոգիներու փրկիչը, մեր մեղքերուն թողություն շնորհե։ Թուն որ ծարավածներուն աղբյուրն ես եւ հոգնափեկներուն հանգիստը, մոլորյալներուն ճանապարհը եւ հոգեվոր հովիվը փանավոր հոդին, ով Քրիստոս, քեզ փափակողներուն նավահանգիստ եղիր եւ մեզի ծարավծածներուն քո անսպար աղբյուրիդ անուշահամ փաժագդ խմցուր։ Ամեն։ Սիրելներ, 1700 տարիներ առաջ գրված են այս աղոթները։ Կարծեք այսօր է որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց ապաշխարության արդյունքով է որ գկրե։
Ինչ գեղեցիկ բացատրություն գսե որ ով նավաբեդ ցերկդ երկար է ինչպես որ անցյալին ալեգոծվող ծովուն մեջ ընկղմող Պետրոսին երկարեցիր ես կսե ինչի մեջ կալեգոծիմ մեղքերու ծովին մեջ ցերկդ երկար է եւ ապաշխարության նավահանգիստ եղիր ինձի ամբողջ մարմինս գսարսրասիլներ այս տողերը գարտամն է ապաշխարության նավահանգիստ եղիր ինձի խնդրենք դիրոճմե որ ապաշխարության նավահանգիստը լամեզի որովհետև նավահանգիստը այն վայրն է սիրելներ ուր նավերը հանգիստ կգտնեն նավերը ծովու բացին վրա գբայքարին ալիքներու թեմ գվիրավորվին նավագի մեջիններն ալ գվիրավորվին բայց նավը չի գնար երկար ժամանակ բացերը մնալ պետք է իդ վերադառնա ուր նավահանգիստ Գգարտանք մենք Սուրբ Գիրքի մեջ եւ որ այդ փոթորիկը ստեղծվեցավ որ արաքյանները պիտի գործվեին եւ Հիսուս եւ քալերով իրենց եկավ եւ ասավ մի վախնակ եւ գիտեք արդեն պատմությունը վերջը դերը հանդարտեցուց ալիքները փոթորիկը կամին ամեն ինչը երբ որ գսե Հիսուս նավ բարձրացավ ուր հասան նավահանգիստ Սիրելիներ մենք հիմա ցանկի ալեգոց ծովու մեջն ենք եւ կտեսնենք ամեն օր որ Գյանքը ավելի ինչ կդառնա, ավելի ալեգոց, որքան մարդիկ կվիրավորվին, ֆիզիկապես, բادرազներու պատճառով, հիվանդությանց պատճառով, թիվահարությանց պատճառով, ամեն տեսակ մեղքերու պատճառով։ Գարիկ ունենք նավաբեդին, որ մեզ հասցնե ուր նավահանգիստ, եւ մեր հավիտենական նավահանգիստը պիտի լա երկինքը։ Եկեք սիրելներ, միասին Քանի որ մեծ բահոց շրջանի մեջ ենք, երկենք Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդին լույս երկը, արևակալի օրերուն երկվի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերուն։ Լույս, 4 դուները կփախկանա, առաջին դունը Սուրբ Ներսես շնորհալին գուղե հայր Աստուծո, գսե ով լույս, արարիչ լույսո, արարիչն ես լույսին, Առաջին լույս Փնագյալդ ի լույս անմադույց չհասնելիք լույսերու մեջ կփնագիս հայր երկնավոր Ի թասուց լուսերինեց օրտնյալ լուսերեն թասերեն այսին հրեշտակներեն օրտնված ես Ի ձակե լուսո արավոդուս արավոդյան ձակելուն հետ ձակե նաև մեր հոգին մեջ քու իմանալի լույսդ Երկրորդ դունը լույս Հիսուսին գուղե, ով լույս, թուն որ լույսեն այսին հորմեն, ձակած լույս ես, արեքագն արդար արեքագ ես, անջար ծնունդը հորը, ով թուն որտի, թուն որ արևեն առաջ քու անունըտ, հորըտ հետ միասին կովյալ է, արավոդյան լույսին ձակելուն հետ, ձակե մեր հոգին մեջ իմանալի լույսը, Երորդ դունը գուղե Սուրբ Հոգին եւ գսե լույս թուն հորմեն որ գփխիս Փարության աղբյուր ով Սուրբ Հոգի Աստված Եկեղեցվո մանուկները այսին հավատացյալները հրեշտակներուն հետ քեզ գփարեփանեն արավոդյան լույսին ձակելուն հետ ձակե մեր հոգին մեջ իմանալի լույսը եւ 4-րդ դունը գուղե Սուրբ Երորդության համադեղ միասին լույս երյակ Երեք եւ մի անբաժանելի թեև երեք անցինք սակայն մեկ անբաժանելի Աստված Սուրբ երրորդություն Ըստ քեզ ընթերկնայնոցն քեզ երկնայիներուն հետ հրեշտակներուն հետ Եգրածինքներս մենք երկրեն ծնածներս միշտ կփարավորենք լույսին արավոդյան լույսին ձակերուն հետ ձակե մեր հոգի մեջ իմանալի լույսը թարգմանեցի սիրելներ եկեք միասին երկենք Arariç luso
Chen lois Pnagiad Ilois an Madoits Heignavor Itasots lose Rinats Nordnial Itzakeluso Aravodos Zakia Kismer as lois koi manale Ilusozakom arekak artar anjar Zanon torvorti harachkan zareb anon Kovyalan torizake loso aravodos zakyai hokismer as lois ach pior parotian hokit sol pastudzo mangon kegeretsvo Skes pare panet itzakeloso aravodos zakyai hokismet as lois Yer yagem an pajaneli sul pie rohortutjun skezant jegnainots
գրած ինքս միշտ հարավոր եմ իծակելուսո արավոդուս Zakjai hokismer as lois koi mana li Թող դերը սիրելներ իր լույսը ձակեցնե ամբողջ աշխարհին վրա, որ այս խավար աշխարհը Քրիստոսի լույսով վերալուսավորվի, Աստված իր լույսը ձակեցնե մեր հայոց աշխարհին վրա եւ մեր բոլորին վրա սիրելներ։ Մանավանդ որ այս շաբաթ Սուրբ Գրիգոր լուսավորիչ է, Սուրբ Գրիգոր լուսավորիչ սիրելներ ինք խոր վիրաբի մեջ այդ խավարի մեջ լույս հավաքեց եւ երբ որ խավարեն վիրաբեն դուրս ելավ լույս տարածեց։ Մենք ալ Սուրբ Գրիգոր լուսավորչի բարեխոսությամբ այդ լույսի մեջ ենք ալենք, որ Քրիստոս ինք է, որովհետև ես եմ աշխարհի լույսը։ Հաջորդ երգը հոգևոր հորս Զարե Սրբազանին գրած երգը։ Փրկիչին Հիսուս, հեքիս, հեկ կնշանակե դգար, դգարիս բարեկամ, հոգնած, դարաբյալ, լոկ քեզի գուկամ, ով բազումողոր, իմ դերս եւ Աստվածս, արզիս, հանգչեցուր քու մեջը քու բազգած։ Սիրելիներ, թող դերը իր բազուկներու մեջ հանգչեցնե մեզ, որպես մեղավորներ։ Երգենք միասին։ Փրկիչիմ Հիսուս հեքիս բարեկամ, հոգնած դարաբյալ, լոքեզի գոքամ, ով բազումողոր, իմ դերս և Աստված, արզես հանգչեցուր, մեջը քու բազգած, ով Հիսուս ուժի աղբյուրանսպար, փուժեց ավդանչմանիմ ուժասպար, խորուն գդացո վերքերուս վրա, թիրամենապույր թեղու պալասամ, Հիսուս տունինձի թեգյան կես տեհույս, գաստույր զորություն և ամրոց հոգվույս, կիշերվալ մեջ երկ, վշտիս մեջ հրջվանք, մթին օրերուս, լույս ևս պոպանք, փրկիչիմ Հիսուս, հեքիս բարեկամ, հոգնած դարաբյալ, լոքեզի գուքան, ով բազումողոր, իմ դերս և Աստված, արզես հանգչեցուր, մեջը քու բազգած։
Գրնակ սիրելներ, տեսեք ինչ սկանչելի երկ է, չէ, գրնակ այս դունի մեջ ասել, որ պրգիչ իմ Իսուս, իմ մոլորյալ, հեկ, զավգիս, թորնիգիս, եղբորս, կրոչս, պարեգամ, հոգնած, տարաբյալ է, քեզի գպերեմ, ով պազմողոր, իմ դերս և աստվածս, արզինք, հանգչեցուր, կու պազուկներուտ մեջ։ Եվ վերջին երկը, Հիսուսը սավ քեզ գսիրեմ։ Մենք ալ սիրելներ շատ կսենք իրարու, I love you։ Այնքան դարածված է մարդոց պերնի մեջը, սիրում եմ քեզ, գսիրեմ քեզ։ Հայերը այնքան շատ չեն ասած սիրում եմ, որ ասանք հայերենով գոշտ կել է սիրում եմ քեզ։ I love you ավելի լավ գսեմ, չէ։ Որտև շատ հայերը, չեմ գիտեր, այլևս իրարու շատ չեն սիրեր։ Երկերու մեջ շատ կսիրեն, որովհետև երկի մեջն ալ մեր երկերու մեջ ինչու համար կսիրեն, որովհետև հաջորդ դունի մեջ արդեն թավաջանություն կա, փախերը աղջիկը, կամ դղամ մերերը, կամ ցերկեն փախծուցերը նունեն, ինչ գիտամ, միշտ բամը կա անպայմանորեն, ադոր համար առաջին դունի մեջ կսիրեն, այդքան։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Սերը խոսք չէ։ Սերը ինչ է։ Կորձ, չէ։ Հիսուս սիրելներ չսավ միայն սիրեցեք, այլսավ ցեզի նոր բադվիրամը գուդամ, սիրեցեք իրար, ստորագետ, ինչպես որ ես ցեզ սիրեցի, և ինչպես սիրեց Հիսուս մեզ, ինչպես որ երբ որ երեխայիմը գսես, ինչապ ինձի գսիրես, եթե երեխան անգեղծ են երեխաները, եթե երեխան չի սիրեր քեզ, գրնակ գտարցնե, եթե գսիրե, ինչ կնե, Սերքերը գպանա, և գսես որ այդքան ինքը ավիլի գպանա, գսես միան այդքան ավիլի գպանա, և վերջ ուկա կեզի գպատվի, ճիշտ է, սիրելներ Հիսուս այդքան սիրեց մեզ, և որ հարցնենք, ով Հիսուս այրիկ ինչ ապ կսիրեց մեզ, տեսեք խաչին թևերը պաց, դիրոջ սիրելներ չեք տեսներ խաչյալ, որ թևերը կոց ձալլած է, գսպաս է որքան, այլ միշտ պաց է դիրոջ սերքերը, Հիսուս սիրեց մեզ և իր գյանքը դվավ, ադորամար Հիսուս սավ, սիրեցեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի, եթե Հիսուսին բես չեն կրնար սիրել, ավելի լավ է որ չսենք գսիրեմ քեզ, ավելի լավ է որ չսենք, երբ որ հասնենք այն սիրույն, որ Հիսուսի սերն է, այդ ժամանակ գսենք իրար գսիրեմ քեզ, եկեք երկենք, Հիսուսը սավ քեզ գսիրեմ, քու դեղդ ես մերածեմ, մեղքին վարձքը ինչ է, մեկ գա որ մեզ սիրելներ մեղ կործած չէ, ամենքս մեղավոր ենք, հետևաբար ամենքս ալ արժանի էինք ինչը լալու հավիդենաբես մերնելու, Հիսուս ինչ ռավ, եկավ, մեր մեղքը ինք իր վրա արավ, մեր փոխարեն ինք մահացավ, երկենք, Հիսուսը սավ քեզ գսիրեմ, քու դեղդ ես մեռած եմ, Հիսուսը սավ քեզ գսիրեմ, քու դեղդ ես մեռած եմ, Ալելույա, Հիսուս ներեց մեղքերս, Հիսուս ներեց մեղքերս, Հիսուսի հետ ես բիդաբրեմ, հավիդյան երկնքի մեջ, Հիսուսի հետ ես բիդաբրեմ, հավիդյան երկնքի մեջ, Ալելույա, Հիսուսի հետ բիդաբրիմ, Ալելույա, Հիսուսի հետ բիդաբրիմ, Հիսուս ներեց իմ մեղքերս, դվավ ինձ նոր կյանքը,
Հիսուս ներեցի մեղքերս, դվավ ինձի նոր կյանքը, Ալելույա, 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 դվավ ինձի նոր կյանքը։ Ադորամարին չսենք մեր դիրոջ, փառք ես Աստված, փառք ես, հաղաքս ամենայնի դեր, փառք քեզ։ Բարի եկացեք, սիրելի քույրեր եղբայրներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով գողջունեմ ձեզ բոլորդ։ Բոլոր անոնք, որոնք մշտապես ներկա են, բոլոր անոնք, որոնք նոր եկած են, ովքեր նոր եկած են այսօր կամ նոր այսօր։ Բարի եկացեք, ինչ է ձեր անունը։ Ռուզաննա, բարի եկացեք քույրս, Աստված օրհնե ձեզ։ Ինչ լավ, ամեն անգամ նոր մարդ կա, փառք Աստծո, եւ բարի եկած են հովիկ, բարի վերադարձ աղբարիկ, բարի վերադարձ բոլորիք սիրելներ, եւ ով եղբայր բարի կալուստ նոր անց ձեր անունը Ալբերտ, բարի եկացեք, Աստված օրհնի ձեզի, օրհնյալը լակ Արարատին եղբայրն Ալբերտը ուրեմն հիմա իմացանք, բարի կալուստ եւ համացանցի ճամփով անոնք, որոնք յետևին կամ ուղիղ եթերով փյուր ողջույն։ Սիրելիներ, աշխարհը դակն ու վրա է։ Նոր չէ որ դակն ու վրա է անշուշտ, բայց գտեսնենք որ օրե-օր ավելի դակն ու վրա է։ Եվ Հիսուսի սուրբ խոսքերը գճշմարտվին, որտեղ ինքը արդեն ասավ, որ բادرազներու ցայներ պիտի առնեք, եւ պետք է որ այդ բոլորը բադահին, ծեր սիրտերը թող չխռովին ու չվախնան։ Սիրելիներ, բادرազմ ինքը վախաստու բան է, բայց ֆիզիկական բادرազմը սիրելիներ այնքան սարսափելի չէ, որքան հոգևոր բادرազմը։ Մարդ կրնա նույնիսկ ֆիզիկական, նյութական բادرազմին մեջ հոգևոր խաղաղություն ունենալ, բայց խաղաղ ժամանակներու, եթե մարդու հոգին հոգևոր բادرազմի մեջ է, խաղաղություն չի կրնար ունենալ։ Համաձայն եք։ Որովհետև սիրելիներ, խաղաղությունը ստվածը երկրի վրա շատ գտնվելիք բան չէ։ Այո, աշխարհի ղեկավարները գահայդարարեն, որ իրենք կովկովի գուքան ժողովնելու եւ այդ ժողովը կգոչեն խաղաղության ժողով, բայց ամեն անգամ որ այս աշխարհի ղեկավարները խաղաղության ժողովն են, իմ սիրտս կզառնե, որովհետեւ անպայմանորեն բادرազմ կսկսի։ Այս աշխարհի ղեկավարները խաղաղություն չեն սիրել։ Այս աշխարհի ղեկավարները խաղաղություն են գսարսափին։ Եթե իսկական խաղաղություն սիրեին սիրելներ, այսքան հրթիռներ, ռումբեր չէին սարքեր։ Այսօր ամեն մեկ ռումբը որ գինա, հրթիռը որ գինա, քիները գսեն 1 միլիոն դոլար գարժե, 1 միլիարդ դոլար գարժե, չեմ գիտեր ինչ գարժե, հբարդությամբ գարձեք, որ այսի մեծ բան մռած են։ Եթե այդ բոլորը սիրելներ, այդ հսկա գումարները ծախսեին գիտության վրա, աղքատներու վրա, աշխարհի վրա աղքատությունը գվերանար, սովը գվերանար։ Անորոմար սիրելներ աշխարհի ղեկավարները չեն սիրել խաղաղություն։ Գսիրեն խաղաղություն խոստանալ, բայց բادرազմ ունել։ Բայց Հիսուս ինչ ասավ։ Ես իմ խաղաղությունը սկուդամ ցեզի, որ աշխարհի խաղաղությունն են դարբեր է։ Գարտացեք 14-րդ գլուխ Հովանու ավետարան 27-րդ գլուխ։
Նորեն կգրտեմ Հիսուսի խոսքը, ես իմ խաղաղությունը սկուդամ ցեզի, որ աշխարհի խաղաղությունեն տարբեր է։ Ինչ խաղաղության մասին է։ Հոգի, մտքի, որովհետեւ սիրելիներ մենք կարողանանք հոգիով խաղաղ ապրել։ Սիրելիներ, մենք կսերդենք հայտնություն ովանու գիրքը, եւ այս գիրքի մեջ Մինչ կսերդենք եւ այս բادرազմերը գլան եւ այս դարբեր երևույթներ գլան, սատանայաբաշխություն, թմրեցուցիչ, ինչ գիտեմ, տեսակավոր մեղքեր, կտեսնենք, որ Հիսուսի սուրբ խոսքերը ինչ գլան, ուղղակի կյանքի կոչվին։ Այսինքն, որքան կյանքի մեջ կաբրինք ու այս բոլոր լուրերը գլսենք, մյուս կողմեն երբ կուքանք 3 շաբթի գիշերները եւ սերդողությունը կկատարենք, կտեսնենք, որ այս բոլորը գապված են իրարու եւ ամեն ինչը արագ ինչ կլա կգադարվին, գիրակորձվին, գիրականանան։ Եվ ադորամար սիրելներ Հիսուսի սուրբ խոսքը երկինքն ու երկիրը անցնի, սակայն իմ խոսքերս 7-ը քիչ մանկամ պիտի չանցնի, ամեն ինչ պիտի գադարվի։ Շատ լավ, մենք հասած ենք սերդելու հայտնություն ովանու 16-րդ գլուխը, պիտի սերդենք այսօր 3 համարներ, 12, 13 եւ 14։ Բզիկ վերակաղմը, դեսանք սիրելներ, թե ինչպես հայտնություն ովանու քրքի մեջը Հովանես Արաքյալը Բատմոս կղզին վրա Հունաստան, երբ որ ակսորված էր, Հիսուսը տեսավ, հայտնություն ունեցավ, երկինք հափշտակվեցավ, Աստուծոքահը տեսավ եւ այնպիսի բաներ տեսավ, որ աշխարհի գադարածեն առաջ դեղի պիտի ունենան։ Տեսավ, թե ինչպես քիրք մգար 7 գնիկներով, աշխարհի վրա ոչ մեկը, ոչ ոք արժանավոր գտնվեցավ, արժանի գտնվեցավ այդ քիրքը Աստուծո ցերկեն առնելու եւ գնիկները քագելու, միայն քարնուգը։ Եվ ով է քարնուգը։ Հիսուս Քրիստոս։ Դեսանք, որ այդ քարնուգը եւ որ քարնուգը բացավ այդ գնիկները, 7 գնիկները, աշխարհի վրա բադոհասներ եղան եւ մարդկության 1/4-ը դժբախտաբար գործանեցավ։ Հետո 7 ռեշտակներ, 7 փողեր ընջեցուցին։ Մեկ եւ ամեն մեկ փողի ժամանակ սարսափելի բաներ բադայեցան եւ աշխարհի 1/3-ը ուրեմն անհետացավ։ Գործանեցավ մարդկության։ Հիմա սիրելներ հասած ենք վերջին 7 անոթներուն, 7 ամաններուն, 7 սկավառակներուն։ Սերդեցինք առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ սկավառակներ, այսօր պիտի սերդենք 6-րդը։ Դեսանք սիրելներ, որ 7 ռեշտակներ Աստուծո թիմաց գլսեն Աստուծո ցայնը, որ դերը գսե բարբեցեք ծեր ցերքի անոթներ ամանները։ Առաջինը բարբեց երկրի վրա եւ անոնք, որոնք քազանին երկրբակած էին եւ իրեն ջագադին ու թևին վրա, աջ թևին վրա սատանայի գնիկը արած էին, անոնք սիրելներ քեշ եւ մորմոքող ցավցնող բալարներով, ուրեցներով լեցվեցան տարախանման։ Երկրորդ հրեշտակ եւ որ իր ցերքի ամանը թափեցավ սիրելներ ձովուն վրա եւ ձովը մերելի լերտացած արյունին պես եղավ։ Երրորդ հրեշտակը, երբ անոթը թափեց, Աստուծո փարգության բադիժը, հարվածը թափեցավ բոլոր աղբյուրներուն եւ կեդերուն վրա, բոլորն ալ ինչ դարձան, արյուն դարձան։ Եվ հետեւաբար խմելու ճուր, գենտանական աշխարհ ձովային ամբողջությամբ սպարեցավ։ Չորրորդ հրեշտակ, երբ որ իր ցերքի մեջի ուրեմն անոթը թափեց, արևին վրա թափեց եւ արևը ավելի զորացավ սիրելներ եւ այրեց, խանցեց մարդիկը։ 5-րդ հրեշտակը, երբ իր ցերքի անոթի բարունակությունը թափեց, ներին, քազանին թակավորության վրա եւ խավարեցավ եւ շոշափելի խավար եղավ սիրելներ եւ այդ ժամանակ մարդիկ ոչ միայն չաշխարեցին, այլ հայոյեցին Աստուծո։ Այս բոլորի մասին մենք սերդեցինք։ Հիմա պիտի սերդենք 6-րդ հարվածը։ Եկեք միասին նախ ընթերցենք 13-րդ համարը եւ ապա անցնենք բացատրության։ 6-րդ հրեշտակը իր անոթը բարբեց Եփրատ մեծ քեդին վրա եւ անոր ճուրերը ցամքեցան
որբեսի արևելքի թագավորներուն համար ջամփա պատրաստվի։ Շատ լավ։ Այստեղ հավասի կտեսնենք, որ 6-րդ հրեշտակը իր ցերկի ամանի բարունակությունը գտապե, որ Աստուծո փարգությունն է, հարվածն է եւ գտապե Եփրատ կեդին վրա։ Նախքան բացատրության անցնելս սիրելներ պիտի տեսնենք, որ այս 6-րդ հատվածի ուրեմն մանրամասնությունը ավելի երկար է, քան մյուս 5 հարվածներունը։ Ինչու՞։ Այս բոլորը արդեն ցույց կտան, որ հասած ենք ինչին, վախճանին։ Արդեն ասած են վախճանին։ Եվ որ այս դեպքերը բադահին եւ այս 5-րդ, այս 6-րդ ներողություն, ուրեմն հարվածը թափվի է, աշխարհի վախճանին հասած պիտի լանք։ Եվ այլևս սիրելներ ժամանակ պիտի չլա, որովհետև հսկա փոփոխություններ պիտի լան, պատերազմ, եւ հիմա կբացատրեմ ինչ պատերազմ, ու քան շփաթալ կբացատրեմ, բայց սիրելներ այս բոլորը պիտի հանգեցնե չարին, սատանային, ներին, սուտ մարգարեին, չար ոգիներուն եւ չար մարդոց վերջնական բարդության։ Լավ, ինչու համար հրեշտակը բարբեց իր ցերկի անոթը Եփրատ կեդին վրա։ Եփրատ կեդը սիրելներ Աստվածաշունչին մեջ 5 դագարանի մեջ կգոչվի, այցեք այստեղ ալգսվի մեծ կեդ։ Մեծ կեդ։ Ինչպես որ միջեկրական ձովը Աստվածաշունչի մեջ կգոչվի մեծ ձով։ Որովհետև Եփրատը սիրելներ հին ժամանակ արևելք եւ արևմուտք իրար մեկը բաժներ։ Որովհետև մարդկությունը այդ շրջանի մեջ կապրեր եւ ռոմեական գայսրությունը գար, ռոմեական գայսրության արևելյան բաժինը Բարթևաստաններ, Բարթևներն էին եւ հռոմեացիները գսարսափեին այդ Բարթևներեն։ Ուրեմն մեծ կեդը սահմանն էր, հիմա եւ որ հաջորդ դողը անցնիմ, այնադեն ավելի կբացատրեմ ցեզի։ Եվ եթե գիշեք սիրելներ, մենք երբ որ գսերդեինք 9-րդ ուրեմն գլուխը, այնտեղ տեսանք, որ երբ որ 6-րդ հրեշտակը իր փողը հնչեցուց, 4 հրեշտակներ բռնած էին սիրելիներ Եփրատ կեդը եւ գապված էին 4 հրեշտակներ գապված էին Եփրատ կեդին վրա։ Եվ երբ որ հրեշտակը փողը հնչեցուց, արտոնություն դրվեցավ, որ Եփրատ կեդին 4 անգյուները գտնվող այս գապված հրեշտակները արձակվին, ու երբ արձակվեցան, 1/3-ը աշխարհին գործանեցին։ Սիրելիներ, անցնող անգամինսի եւ քանի անգամ գրտնեցի, հիմա էլ կգրտեմ։ Եթե Աստուծո հրեշտակները բահբանություն չնեն մեր երկրին, երկրակոնդի մոլորակներուն, աստղերուն, ձովին, ամեն ինչին, սատանան իր չար հրեշտակներով, իր չար ոգիներով գրնա աշխարհի ինչն են, քարուքան տնել, քարուքան տնել, բայց որովհետև սատանան իրավունք չունի, արտոնություն չունի, ինչ որ Աստված իրեն արտոնություն գուտա, այդքանով միայն գրնա հարվածը հասցնել։ Ինչպես որ երբ որ սատանան ուզեց հոբը վնասել, արտոնություն արա որմե, Աստուծմե։ Հետևաբար սիրելներ, Աստուծո առանց Աստուծո արտոնության ոչ մեկ բան չի բադայր։ Հիմա բիդեսեք իսկ Աստված բաբան ինչու գարդոնե։ Սիրելներ, Աստված բաբան գարդոնե, որովհետև մեկ հավատացյալները զորացնելու համար, որ հավատացյալները գիտնան, որ իրենք Աստուծմով հզոր են այս աշխարհի մեջ հաղթանակ դանելու սատանային վրա։ Երկրորդ, որբեսի ապաշխարության արիտա մարդոց, ապաշխարության արիտա իրեն դառնալու։ Երրորդ սիրելիներ, որովհետև Աստված երբեմն գցկե, որ չարը չարով մաքրվի, չարիքը չարիքով մաքրվի։ Եվ աշխարհի վախճանին ալ այդպես լավ, որովհետև սատանան երբ որ տեսնե, որ այլևս չի գրնար հավատացյալներուն վրա, որով պիտի փզկտե, իր մարդոց պիտի փզկտե։ Շատ բարի։ Սիրելներ, եթե 9-րդ գլխու մեջը մեկ մասը միայն վնասվեցավ, այստեղ գսե
Հրեշտակը իր անոթը բարբեց Եփրատ մեծ գետին վրա եւ անոր ճուրերը ինչ եղան ցամքեցան։ Հետաքրքրական է, ճուրերը ցամքեցան, չորցան։ 5 դագարանին մեջ ով միայն գրնա ճուրերը ցամքեցնել։ Աստված։ Հիշեցեք, երբ որ Եբրայցի ժողովուրդը Եգիպտոսեն ազատեցավ, Մովսես հասուց հասան մինչև Գարմիր ծով։ Երբ որ դեսան թշնամիներ ետևեն գուքան, սարսափեցան։ Եվ Մովսես երբ Աստուծո դիմեց, Աստված ինչ ասավ, ցերքի կավազանը զարգ ճուրերուն եւ Սուրբ Գիրքը գսե եւ Աստված ցամքեցուց ճուրը, փացավ եւ ցամաքի մեջ են քալեցին եբրայցիները։ Գարտացեք Ելից գիրք 14-րդ գլուխ, մանավանդ 21-րդ համար։ Գամ սիրելներ Հեսուի քրկին մեջ, 3-րդ գլխու մեջ կգարտանք 17-րդ համար։ Երբ որ եբրայցի ժողովուրդը հորտանանը պիտի գդրեր եւ խոստացված երկիր պիտի մտներ, Աստված ինչ ըրավ։ Հորտանան քեդը փացավ, ցամքեցուց եւ ժողովուրդը անցավ անոր մեջ են, հորտանան քեդին մեջ են անցավ։ Եվ հետաքրքրական է, որ մարգարեական քրագանության մեջ Աստված բազմաթիվ դերեր, թե Եսայի մարգարեի, թե Երեմիա մարգարեի, թե Զաքարիայի մարգարեի բերնով գաստարարե, որ վերջին ժամանակներում պիտի ցամքեցնե ճուրը։ Հիմա միշտ սիրելիներ Աստված մարդուն նյութական օրինակներ գուտա, որբեսի մարդը ավելի ինչն է, ըմբռնե հոգևոր ճշմարտությունները։ Որովհետև ընդհանրապես մարդը իր դեսածին է որ գավլա։ Հիշեցեք Թոմաս Արաքյալը։ Թոմաս ինչ ասավ, եւ որ իր ընկերները ասին, որ Թոմաս, մենք Հիսուսը տեսանք, հարություն արած է, Թոմաս ասավ, որ մինչև որ աչքերովս չտեսնեմ, եւ մինչև մատներս անոր վերքերուն եւ գողին չմտցնեմ, չեմ հավատար։ Թոմասը սիրելիներ ճիշտ կներկայացնե ինչը մարդկային մեր բնությունը։ Մենք ալ այդպես ենք, չէ՞։ Մենք ալ աջախ կսենք, որ մինչև աչքերովս չտեսնեմ չեմ հավատար։ Մարդկային մենք ալ ամեն մեկուս մեջը Թոմաս մգա։ Համաձայն եք։ Ուրեմն Աստված հաջող սիրելիներ վերացական բաներով չի խոսի իր մարդոց հետ։ Այլ Աստված նյութական ցևով կխոսի, նյութական ցևով կգադարե իր գործերը, որբեսի մարդիկ տեսնեն ու հասկանան, ըմբռնեն, որ այս բոլորի մեջ լուրջ հարց մգա։ Եվ տեսեք, երբ որ Աստուծո փարգության ամանը անոթը գտապե հրեշտակը մեծ կեդին վրա, Եփրատ կեդին վրա, եւ անոր ճուրերը ցամքին, ինչու համար ճուրերը պետք է ցամքին։ Տեսեք շարունակությունը, որբեսի գսե արևելքի թակավորներուն համար ինչ պատրաստվի, ջամփա պատրաստվի։ Հարցում ովքեր են արևելքի թակավորները։ Ովքեր են արևելքի թակավորները, որոնց համար ջամփա պիտի պատրաստվի։ Պիտի ուրեմն կեդը չորնա եւ ջամփա պատրաստվի։ Սիրելիներ, մենք 14-րդ համար երբ որ սերդենք հիմա քիչ վերջ, պիտի տեսնեք, այնտեղ ալ գխոսի բոլոր երկրի թակավորներու մասին, կամ երկրի բոլոր թակավորներու մասին։ Հիմա արդյոք արևելքի թակավորները եւ երկրի մյուս թակավորները դարբեր թակավորներ են։ Արդյոք նույն թակավորներն են։ Թշվախտապար սիրելիներ, Սուրբ Գիրքը հստակորեն մեզի չի բացատրեր, անորամար մեկնիչներ զանազան բացատրություններ գուզեն գտնել։ Օրինակ, ոմանք կսեն, որ ասոնք նույն թակավորներն են, բարձաբես որ միասին է որ պիտի միանան։ Ուրիշներ կսեն ոչ, նույն թակավորները չեն, այլ ասոնք Աստուծո գողմե եկած փանագեն, որոնց դիմաց դերը պիտի փանա, ջամփա, եւ երկրի թակավորներուն թեմ պիտի պատերազմին։ Ուրիշներ սիրելներ դակավին գսեն, որ արևելքի թակավորները այն թակավորներն են, որոնք լսած են Քրիստոսի մասին, լսած են քրիստոնյաներու մասին, բայց չեն հավատացած, բայց ահա գուքան, արևելքեն գուքան, թեպի ուր խոստացված երկիր, ուր որ պատերազմը միտլա, որովհետև 16-րդ համարը երբ որ սերդենք մի շաբաթ,
Արմագետոնի բادرազմի մասին պիտի խոսվի, ուրեմն պիտի կանթեվի Բաղեսին կամ Իսրայել, այնտեղ ինչ լինելու համար, բادرազմ լինելու համար։ Այսօր Իսրայելի մեջ ինչ կա։ Բادرազմ կա։ Հետաքրքրական սիրելիներ նմանություններ կան, չէ՞։ Բայց ասոնք բոլորը սկիզբներ են։ Սկիզբներ են սիրելիներ։ Շատ բաներ պիտի բադային դակավին։ Եվ չեմ գիտեր մեր ժամանակը բադային կամ ոչ, բայց կոնե մեր ժամանակներուն այս բոլոր նշանները մենք ինչ կլանք, գտեսնենք։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, հոգևոր հայրս Զարե Սրբազանը հետևյալը գսե. Անոնց ինքնությունը, այս արևելքի թակավորներու ինքնությունը թեև հստակ չէ, բայց նպատակը թիրախմը չէ, այլ հստակորեն գրիվ է Աստուծո եւ անոր ուժերուն թեմ։ Ուրեմն գրիվի է որ ասոնք պիտի կան։ Հիմա ասիգա սիրելիներ հոգևոր իմաստն է, բայց նաեւ պատմական իմաստն կա, ես կուզեմ ցեզի այսպես պատմական իմաստն քանիմը բարով բացատրել, որբեսի լավ հասկանաք։ Անցյալին սիրելիներ Գյուրոս Բարսից թագավորը գար։ Այս Գյուրոս թագավորն էր, որ հաղթանակ դարավ Բաբելոնի վրա նախքան Քրիստոսը 539 թվականին։ Ինչ ըրավ։ Բարսից այս թագավորը եւ որ Բաբելոն եկավ, Բաբելոն ուր է, այսօրվան Իրաքը։ Իրաք եկավ, որբեսի գրավեր ամբողջ քաղաքին Գետրոնեն գանցներ Եփրատ գետը։ Եվ հետևաբար Եփրատը սիրելներ անոնք, որոնք տեսած են, ես տեսած եմ Եփրատ գետը, Եփրատ գետի մեջ լողացել եմ դերձորի մեջը շատ։ Եփրատը սիրելներ եւ լայն է, լայն գետ է, եւ խորունկ գետ է։ Հետևաբար գարելի չէ ոչ քալելով մեջ են անցնել եւ ոչ ալ սիրելներ ցիով անցնել։ Այսօրվան գամուրջներն աչքային եւ եթե բادرազմ է սիրելներ պիտի չսպասեին որ Եփրատ գետին վրային գամուրջ մտեին որբեսի անցնեին, այլ պետք էր ծև գտնեին։ Այս Գյուրոս Բարսից թագավորը ինչ ρավ գիտեք, շատ խելացի գտնվեցավ։ Ելավ իր փանագեն մասը Բաբելոնի թիմած բادرազմի մեջ թողեց, իսկ փանագի մյուս մասը արավ քնած Եփրատ գետին մեկ անգյունը եւ շատ խելացի իմաստուն ջարդարակիդությամբ ուղղությունը փոխեց Եփրատ գետին եւ ժամանակավորապես Եփրատը սկսավ բարբվել լիճի մեջ, մեծ լիճի մեջ։ Երբ որ ճուր չեկավ, հետեւաբար ճուրը ինչ եղավ, ցամկեցավ, իջավ ցամկեցավ եւ Բարսից փանագը Գյուրոսի առաջնորդությամբ գրծավ չորցած Եփրատին վրայեն անցնել եւ Բաբելոն քաղաքը, որովհետեւ գգարձեն բաբելոնացիները, որ այդ բաժին իրենք ապահով են, որովհետև խորունկ ճուրերը կան, այդ գոմը դգար մնաց, այդ դեղեն մտան եւ գրավեցին ամբողջ Բաբելոնը։ Հստակ է, ուրեմն տեսեք սիրելներ, պատմական օրեն այս վիճակը կար։ Իսկ հռոմեացիներուն բարակային ըսիցեզի, որ արևելյան բաժինը հռոմեացիներուն բարտևներն էին։ Բարտևները իրենց համար բարբարոս կոչվեին։ Սիրելիներ շատ ասկեր, շատ ժողովուրդներ ինգան հռոմեական իշխանության տակ, բայց հռոմեացիները չգրցան հաղթել բարտևներուն։ Բարտևները սիրելներ շատ զորավոր փանագ ունեին, այրուցի ունեին, ցիերով գբադերազմեին, շատ հզոր էին եւ քանի անգամներ բادرազներուն տածքին բարդության մատնած էին հռոմեացիներուն։ Անորամար հռոմեացիները գսարսապեին Եփրատ գետի արևելքեն, գսարսապեին։ Երբ որ այստեղ գսե Հովանես Արաքյալ Եփրատ գետը պիտի չորնա եւ արևելյան թակավորները պիտի կան, ամիջապես հռոմեացիներուն չմոռնաք, հռոմեացիներուն ժամանակ է որ գկրե։ Ամիջապես հռոմեացիներուն միտքը ովքեր գուքան, բարտևները, որ պիտի կան ինչն են, գործանեն հռոմեական կայսրությունը։ Մանավանդ որ, շատ կարևոր բան է։ Մանավանդ որ Ներոն գայսը, Հռոմի Ներոն գայսը, որում մասին շատ խոսած եմ ցեզի, խենթ գայս մներ, ինքը որ Հռոմը այրեց եւ հանցանքը որու վրա նետեց, քրիստոնյաներուն վրա, ինչու այրեց Հռոմը, որովհետեւ գուզեր իր անունով նոր Հռոմ սարքեր, ելան զինքը սպանեցին, իր մարտիկը, հռոմեացիներ զինքը սպանեցին։
Հանգարց առասպելը հռոմեացիներու մեջ ելավ։ Ասիկա սիրելներ 2000 թվական առաջ է, հիշեցեք, 64-65 թվականներում։ Ուրեմն առասպելը ելավ, ուրեմն կգոչվի այդ առասպելը Nero redivivus։ Nero կնշանակե Ներոն գայսը, redivivus կնշանակե վերագենթանացած։ Ուրեմն հռոմեացիներու մոտ այն առասպելը ելավ, որ Ներոնը մերելներեն ինչ եղավ, վերագենթանացավ եւ որբեսի վրեժ առներ հռոմեացիներեն, որու փանագին գլուխը պիտի անցներ, Բարտևներու եւ հետեւաբար Եփրատ արևելքեն պիտի հարցագեր Հռոմի վրա, հռոմեական գայսրության վրա, որբեսի վրեժ առներ իր թշնամիներեն։ Ասալ սիրելներ պատմական բաժիններ։ Հիմա հիշեցեք Արևելքեն սիրելներ շատ վտանգավոր ուժեր եկան եւ Հունաստանը գրավեցին եւ Հայաստանը գործանեցին, օրինակ Ջենգիզ խան, մոնղոլները գիշեք չէ, որոնց շարունակությունները ովքեր են այսօր, թուրքերը ինչ են սիրելներ, թուրքերը հավասիկ այս փանակներն են, որ եկան եւ դժբախտաբար գրավեցին այդ բոլոր վայրերը եւ քանթեցին քրիստոնեություն այդ շրջաններու մեջ։ Մենք որքան ազգովին դարաբեցանք թուրքերու ցերկեն, սիրելներ, սելջուկներուն ցերկեն, մոնղոլներուն ցերկեն, որքան եւ ցավի սիրտ այսօր մենք այդ նույն վիճակին մեջն ենք եւ ադորամար շատ կարեւոր է սիրելներ, որ աղոթենք։ Սիրելներ, այս արևելյան ժողովուրդները բادرազմ պիտի հայտարարեն Աստուծո թեմ, Աստուծո ժողովուրդին թեմ։ Եվ հիշեցեք, մենք Աստուծո ժողովուրդ ենք։ Ոչ միայն մենք, բայց մենք որպես քրիստոնյաներ Աստուծո ժողովուրդ ենք։ Անոր համար սիրելներ, թուրքերը եւ ազերիները երբեք ցավի սիրտ, երբեք սիրելներ պիտի չհանդարտին։ Այս խաղաղության պայմանագիր եւ այլն ժամանակավոր են։ Անոնք սիրելիներ Աստուծո ժողովրդին թեմ պիտի պատերազմին։ Միշտ։ Եվ հայերս Աստուծո ժողովրդի զավակ ենք։ Եվ այս ճշմարտությունը միշտ մեր վրա պիտի կա։ Սիրելիներ, տեսեք, սակայն ճուրերու այս սամքիլը մեկ բան ցույց կտա, որ Աստուծո արտոնությունը պիտի ունենան։ Առանց Աստուծո արտոնության փամը պիտի չկրնանել ները, սատանան։ Փամը պիտի չկրնանել։ Ինչպես որ երկրորդ Թեսաղոնիկեցիներու նամակի մեջ շատ կարևոր հատված մը կա։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ։ Անցյալ անգամին սիրելներ ցեզի հատված մը գարտացի, ուր որ գսե Բողոսարակյալ, որ անորենը պիտի կա եւ պիտի բազմի դաջարին մեջ ինքզինք Աստված պիտի հրճագե։ Ճիշտ է։ Տեսեք, այստեղը սիրելներ 6-ն 8 համարներ ցեզի պիտի գարտամ։ Տեսեք, երբ պիտի կա։ Գսե Արաքյալը։ Դուք լավ գիտեք Թեսաղոնիկեցի հավատացյալներուն գսե, որովհետև ինքը կացար ձեր Թեսաղոնիկե խոսած էր հավատացյալներուն, բացադրած էր։ Բայց այստեղ կոդով գխոսի, գսե դուք լավ գիտեք, թե ինչ բանն է որ չի ցկե որ այդ հագարագորտը հիմա հայտնվի, մինչև ժամանակը կա։ Ներգայիս արդեն իսկ անօրենության այդ խորհրդավոր ուժը կորձի վրա է, սատանային ուժը կորձի վրա է։ Բայց պիտի չհայտնվի, մինչև որ անոր արգելք եղողը մեջտեղեն վերցվի։ Ինչն է որ արգելք կլա սատանային որ չհայտնվի։ Միայն այն ադեն պիտի հայտնվի անօրենը, զոր Տեր Հիսուս պիտի սպաննե իր բերնի շունչով եւ պիտի ոչնչացնե իր հայտնությամբ իր քալստյան ադեն։ Արդյոք ինչն է որ արգելքը լա որ ները այսօր դեռ չհայտնվի։ Ինչը։ Գիտեք, ինչ։ Աստված չի արտոնած, աբրիկ, շատ ճիշտ է, ճիշտ այսօր պես է։ Որտեղ մինչև որ Աստված քեդը ցամքեցնե, Աստուծո արտոնությունը, բայց գիտեք ինչն է արգելքը։ Սուրբ Հոգին։ Հավատացյալները։ Մինչև այն ադեմ որ սիրելներ դեղը հասնի որ այլևս Աստված ապաշխարությունը գանքնեցնե, որ այլևս մարդիկ պիտի չկրնան ապաշխարել, այդ ժամանակ է որ ով պիտի հայտնվի։ Ները պիտի հայտնվի։ Եվ այդ ժամանակ սիրելներ
այս բոլոր դեպքերը, որ մենք կգարտանք, պիտի իրագործվի դժբախտաբար։ Անցնիմ հաջորդ համարի բացատրության։ Եվ դեսա, որ վիշապին փերանեն, քազանին փերանեն եւ սուտ մարգարեին փերանեն կորդերու նմանող անմաքուր 3 ոգիներ գելեին։ Ինչ սարսափելի պատկեր է, չէ՞։ Սիրելիներ, Աստվածաշունչի մեջ անմաքուր ոգիները չարին արփանյակներն են։ Չարին ոգիներն են։ Տեսեք, ավետարաններու մեջ Մատթեոս, Մարգոս, Ղուկաս, Հովհաննես մենք բազմիցս կգարտանք, բազմաթիվ դեղեր կգարտանք, որ Տեր Հիսուս այդ թիվային էակները դուրս արդակսեց մարդոց մեջ են։ Դժբախտաբար սիրելիներ, այսօր մարդիկ չեն հավատար չար ոգիներու, նույնիսկ եկեղեցականներ կան չեն հավատար, դժբախտաբար, բայց Աստվածաշունչը հստակ է, որ Հիսուս մարդոց մեջ են ինչ հրավ, դուրս արդակսեց, դուրս վրընդեց, եւ հաջող չար ոգիները կգոչվին բիղձ կամ անմաքուր ոգիներ, կամ չար ոգիներ, երկուքն ալ գոչվին։ Եվ հիշեցեք, Ղուկասո ավետարանի մեջ մենք կգարտանք, թե ինչպես Դեր Հիսուս Քրիստոս 4-րդ գլուխը օրինակ 33-35, եւ որ չար ոգիները Հիսուսը տեսան, իրենք սկսան Հիսուսին ասել. ով Աստուծո որդի, ինչու մեզ գճարճարես։ Սիրելիներ, չար ոգիները վկայեցին որու մասին, Հիսուսի մասին։ Այսինքն չար ոգիները շատ լավ գիտեն, որ ով է Հիսուս, շատ լավ գիտեն։ Եվ սակայն Հիսուս ինչ արավ, սաստեց զանոնք, սաստեց որ չխոսին այլ մարդոց մեջ են դուրս ելը, ինչու որտև Հիսուս սատանաներու վկայության գարիք չունի։ Հիսուս մեր վկայության գարիք ունի։ Մենք է որ պիտի վկայենք իր մասին, ոչ թե սատանաները։ Հիմա ուրգե եկան սիրելներ այս ոգիները, ուրգե եկան, նայեցեք ինչ կսե։ Եվ դեսա, Հովհաննես առաքյալը դեսավ այս չար ոգիները, որոնք եկան որոնց պերնեն, առաջին վիշապին պերնեն, ով է վիշապը, սատանան, ապրիկ, երկրորդ քազանին պերանեն, ով է քազանը, ները, Հագաքրիստոսը, ապրիկ, որ աշխարհ պիտի կա մարդու գերբարանքով, երրորդ սուտ մարգարեն, ով է սուտ մարգարեն, սուտ մարգարեն գրոնավոր պիտի լա, սուտ մարգարեն գրոնական հաստատություն պիտի լա, որ սիրելիներ պիտի օգնե, ինչպես 10-րդ գլխու մեջ տեսանք, պիտի օգնե, որ մարդիկ հավատան որու ներին, որպես Աստված, որպես Աստծո որդի պաշտենզի, որովհետև միշտ հիշեցեք, գրոնավորները գրնան սիրելիներ շեղել մարդիկը հավատքեն, կամ գրոնավորները գրնան մարդիկը Քրիստոսի փրկության առաջնորդել։ Ճիշտ է։ Ինչպես որ հին անցյալին գային երկու տեսակ մարգարեներ, Աստուծո մարգարեներ եւ սուտ մարգարեներ։ Այդպես ալ այս ժամանակին եւ վերջավորության երկու տեսակ գրոնավորներ պիտի լան։ Ճշմարիտ գրոնավորներ, սուտ գրոնավորներ։ Եվ ահա սիրելիներ այդ սուտ գրոնավորներու մեջ են պիտի ելե սուտ մարգարեն, որ պիտի համոզե ազգերը, զորություն պիտի ունենա համոզելու ազգերը, որ հավատան որու, հավատան սուտ ներին, սուտ Քրիստոսին։ Եվ տեսեք սիրելիներ, երրորդությունը, տեսակ երրորդությունը, վիշապ, քազան, սուտ մարգարե, ամենասուրբ երրորդության թիմաց ամենասուտ երրորդությունը, ամենասուրբ երրորդության թիմաց ամենաբիղծ երրորդությունը, հայրը, որդին եւ Սուրբ Հոգին, ամենասուրբ երրորդություն, ամենաչար, ամենասուտ, ամենաբիղծ երրորդությունը կամ չերրորդությունը, վիշապ, ներ, սուտ մարգարե։ Եվ սիրելիներ, անոնց փերանեն ելավ, անոնց փերանեն շատ հետաքրքրական է։ Փերանը ինչի օրգան է, ինչի համար գործածենք փերանը, խոսելու, ապրիկ, խոսելու համար է փերանը, չէ՞։ Եվ մաշալլահ մենք այնքան փերան լավ մեծ փերան ունենք, որ կխոսինք չօգնիր,
Իրավ զարմանալի է, չէ, մարդիկ սիրելներ խոսել են չեն օգնիր։ Հիմա մեկը բիդսի հայր բարդև տունալ չես խոտնիր, ամեն օր գխոսիս։ Փուկայց կոնե ես աստուծո խոսքը գխոսիմ ցեզի։ Ինչ որ է։ Սիրելիներ, դեսեք, այս երեք ոգիները նորեն սուտ երրորդություն, գտեսեք, երեք մարդոցմե, երեք ոգիներ։ Ուրեմն անոնց փերանեն ելան։ Փերան ուրեմն կնշանակե խոսք։ Հետևաբար այս երեք ոգիները սատանային ինչերը պիտի ելան խոսնակները երկրի վրա։ Ճիշտ է։ Այսօր աշխարհի երեսին սիրելներ ամենեն խափող միջոցը գիտեք ինչն է։ Ամենեն խափող միջոցը որ մարդիկը սիրելներ գխապե, գմոլորեցնե, գշեղե, ճշմարտութենեն։ Դրամը չէ։ Մեդիա, աբրիկ, լրատվամիջոցը, աբրիկ, մեդիան սիրելիներ ամբողջ աշխարհի ժողովուրդները գրնային չնել, շեղել, մոլորեցնել, ամբողջությամբ հագարագությամբ։ Եվ այսօր հիբրիդային պատերազմ կա։ Հիբրիդային պատերազմը սիրելներ ինչ է։ Մեդիայով, լրատվամիջոցով մարդոց հասցնել այն ինչ որ գուզեն հասցնել։ Եվ ամեն մեկ խումբ, ամեն մեկ ազգ ինչն է որ գնե, իր պրոպագանդա, իր լուրերը կհասցնե։ Եվ մեդիան լրատվամիջոցը, որ սիրելիներ ստեղծված է ճշմարտության հենարան ըլլալու, ճշմարտության հարթակ ըլլալու, ճշմարտությունը խոսելու անաչար գերբով, իրականության մեջ այսօր դարձած է ինչ մոլորեցնող, շատ վտանգավոր հարթակ։ Եվ այսօր մեր ազգի մեջ տեսեք ինչ կլա Հայաստան։ Հայաստանը այսօր ամենտեղ ամենեն բարձր եկեղեցիենը սկսյալ, pedagogan դերերենը սկսյալ ժողովուրդը ինչի բաժնված է երկուքի։ Ինչու՞, որովհետև երկու կողմերը հարթակները գործածեն, մեդիան գործածեն, լրատվամիջոցը գործածեն ինչնելու համար։ Ժողովուրդը իրարութեմ հանելու համար։ Որու կորձնյաս իրարութեմ հանելը սատանային։ Դեսեք սիրելներ, անոր համար է որ գսե, Հիսուս գսե, որ սատանային փերանեն, կազանին փերանեն, սուտ մարգարեին փերանեն, ոգիներ պիտի ելեն։ Այսինքն անոնց սուտ խոսնակները պիտի ելան։ Սուտ խոսնակները պիտի ելան եւ մարդիկը պիտի բարակդեն։ Սիրելներ, լուրերը ոչ միայն ազգերը իրար մեկ բարակդեն, այլ նույն ազգի զավակները ինչ կնեն, իրար մեկ բարակդեն։ Մորցեք, ավելի բզդիկցնենք, նույն ընտանիքի մեջ իրար մեկ բարակդվին, իրարու հետ կքենան։ Ինչու՞, որովհետև մեկը այս լրատվամիջոցին կհավատա, մյուսը այդ լրատվամիջոցին կհետևի։ Այս է, դեսեք սիրելներ, սատանայի կորձը, որ ինչպես լրատվամիջոցը գոկտակորձ է։ Եվ սիրելներ աշխարհի զորավոր ուրեմն բեդությունը ոչ թե հրթիռ ունեցողներն են բարձաբես, այլ մեդիայով ամբողջ աշխարհը կառավարողներն են, ամբողջ աշխարհը։ Եվ զուրդեղ չէ որ նաև Ամերիկայի մեջ լրատվամիջոցը, որոնց ցերքի մեջն է հрьяաներուն։ Զուրդեղը չէ։ Ինչի կնմանեին այս երեք ոգիները, որ ինչի պիտի նմանին այս երեք ոգիները, որոնք դուրս պիտի ելեն վիշապին, կազանին եւ սուտ մարգարեին բերնին։ Կորդերու։ Մեկ հատ կորդերը ծեր աչքին դիմաց բերեք։ Ինչ ֆրանսերենով գսեն բիչիմսիz գենտանիներ են կորդերը։ Ֆրանսերեն չէ։ Ինչ դկեր են չէ կորդերը եւ իրենց գողորտը որը բացվեցան գրգրոցը եւ այլն սիրելիներ հետաքրքրական է եւ որ կետ մչորնա ջահիչ դառնա մեջտեղ ինչ կելեն որ կետը պիտի չորնար եւ որ կեպարտ կետը չորնա ինչ պիտի լեն կորդերը ինչու կորդերու բացություն է
Գիշեք սիրներ Եգիպտոսի երկրորդ հարվածը ինչ էր? Քորդեր։ Երկրորդ հարվածը Եգիպտոսի վրա քորդեր ելան։ Եվ այստեղ քորդերը սիրելներ ոչ թե իրական քորդեր են, այս շարունակությունն այցեք։ Քորդերու նմանող ոչ թե քորդեր, այլ քորդերու նմանող ինչ անմաքուր երեք ոգիներ, անմաքուր բիղձ, որտեվ ինչու համար անմաքուր, որտեվ քորդերը սիրելներ Աստվածաշունչի մեջ գահամարվին բիղձ գենտանիներու շարքին։ Գիտեք, որ Աստված Ղևդացիներու քիրքին մեջ Մովսեսի ջամփով Եբրայեցի ժողովրդին ցույց տվավ, թե որ գենտանիները մաքուր են, սուրբ են եւ գրնան այդ գենտանիները ջաշագել, եւ որ գենտանիները անմաքուր են կամ անսուրբ են, բիղձ են, որոնք չեն գրնար ջաշագել։ Գիշեք, չէ՞։ Օրինակ 11-րդ գլխում մեջ սեզի պիտի գարտամ 9-12 համարները Ղևդացիս 11-րդ գլուխ 9-12 թեև քորդի անունը չի նշեր ուղագի, բայց բացադրության մեջ հստակ կերպով քորդ դնալ կա։ Նայեցեք ինչ կսե Մովսես ժողովրդին։ Ճուրերու մեջ բոլոր եղածներեն հետևյալները գերեք։ Ճուրերու մեջ, այսինքն ձովերու մեջ եւ կեդերու մեջ բոլոր թև ու թեփ ունեցողը գրնակուդել։ Ճուրերու մեջ, ձովերու մեջ, կեդերու մեջ ինչ որ թև ունի եւ թեփ ունի գրնակուդել։ Ստագ է։ Հիմա եւ ձովերու մեջ ու կեդերու մեջ եղած բոլոր անթև ու անթեփ եղածները ճուրերուն բոլոր զերուները, այսինքն միջատները եւ ճուրերու մեջ եղած շունչ ունեցող բոլոր գենտանները բիղձը լանցեզի։ Ինչ որ թև է եւ թեփ ունի սուրբ են գրնագուդել։ Ինչ որ թեփ չունի բիղձ են։ Միուդեք կսե Մովսես։ Անոնք ցեզի բիղձը լան, անոնց միսեն միուդեք եւ անոնց տիակներեն զզվեցեք։ Ճուրերուն մեջ եղած բոլոր անթև ու անթեփ եղածները ցեզի բիղձը լան։ Հիմա սիրելներ, ասիկա 5 դագարանի մեջ է։ Եթե քորդ կսիրեք ուդել, ես ա կսիրեմ քորդ ուդել։ Սիրելներ բիղձպամը չի գա հիմա։ Ադիգա Աստված 5 դագարանի մեջ ուզեց տաստիարակել մարդիկը, որ հերուգենային հեթանոսներեն Քիչարած սեզիպամսի Աստված նյութական օրինակներ գոկտակորձեր, որբեսի ճշմարտություն փոխանցեր։ Ստագ է, հիշեցեք, որ Պետրոս Արաքյալին Աստվածը ասավ, ինչ որ ես մաքրեցի, այլևս բիղձպամը չգա։ Հետևաբար, որովհետև ասանք զարմացած ոմանք նայեցան աչքերուց մեջ, որ յանի քորք չեն կրնար ուդել, շրիմ չեն կրնար ուդել։ Հետևաբար ասեմ ցեզ, գիտեմ, ձեր աչքերեն գասկնամ արդեն։ Նույնիսկ դա կրկրական է, բարսկահայերը ավելի լավ գիտեն։ Գիտեք, որ բարսկական ուրեմն գրոնը անցյալին ինչ գրոն էր, զրաթաշտական, չէ՞։ Զրաթաշտական գրոնի մեջ սիրելներ երկու աստվածներ կային, Փարի լույսի աստվածը եւ Չարի կամ Խավարի աստվածը։ Փարի աստվածին կամ լույսի աստվածին անունը ինչ էր։ Լսեք, բարսկայը, հա։ Այո, Որմիստ կամ Օրնուստ կամ Մաստա, իսկ Չար աստուծո անունը ինչ էր։ Ահրիման, լսած էիք։ Okay, պետք է բարսկստան գրգեմ ցեզի հետ։ Եթե հանդարտյամ մենտեղ։ Շատ լավ, ուրեմն հետաքրքրական է սիրելներ, որ քորդերը այս չար բարսկաստանի զրատաշտական չար աստուծո Ահրիմանին հարվածներն էին ուղարկված Որմիստ Փարի աստուծո։ Ուրեմն թե հրյաներու մոտ, թե բարսիկներու մոտ քորդերը գահամարվեին որպես բիղձ։ Հիմա սիրելի քույրեր եղբայրներ, այս քորդերը եւ այս 3 ուրեմն վիշաբը, քազանը եւ սուտ մարգարեները աշխարհի չար ղեկավարներուն պիտի ներկայանան։ Պիտի տեսնենք հաջորդ համարներու մեջ։ Աշխարհի չար թագավորներուն պիտի ներկայանան։ Ինչ լինելու համար։ Համախմբելու համար։ Աշխարհի չար ուժեր պիտի համախմբեն ինչի համար։ Որբեսի աշխարհի ղեկավարները բادرազմին որուտ են։ Աստուծոտ են։ Հիշեցեք, այն բոլոր հարվածները, որ եկան իրենց գլխուն, ճուրը, արյունի վերածվեցավ, արևը խանցեց իրենց եւ այլն,
ես ցեզի բացադրեցի, որ քրիստոնյա ճշմարիտ հավատացյալները այդ բոլոր նեղություններն պիտի ասլվին։ Ոչ։ Հետևաբար, երբ որ այս բոլորը տեսնեն, այս չար իշխանները, չար ոգիները իրենց պիտի համախմբեն ասելու համար, որ տեսեք, այս ցեզի բադիժները գուքան որու կողմ է, այս Աստված գոչված են։ Եվ հիշեցեք, հայոյեցին իրենց, չէ Աստուծո, ոչ թե զղջացին դարձան, այլ հայոյեցին Աստուծո։ Գիշեք, չէ։ Ուրեմն բիդեսեն իրենց, ինչ, գուզեք ծեր պասադիլ այս Աստուծմե, պետք է ինչ ենք, բادرազմ, որուտ եմ, Աստուծոտ եմ։ Ես հիմա հաջորդ համարնի մեջ սիրելներ, ցեզի ավելի այս մասին գխոսիմ։ Անցնենք հաջորդ համարը, 14-րդ համար, այսօրվան մեր վերջին համարն է։ Անոնք, այսին այդ երեք ոգիները կորդանման, կորդի նմանող, անոնք թիվային ոգիներ էին։ Ոչ թե մարդու ոգիներ, թիվային, ինչ են թիվային, սատանայական, որոնք հրաշքներ կգործեին եւ գերտային երկրի բոլոր թագավորներուն բادرազմի հավաքելու համար, զանոնք ամենագալ դիրոջ մեծ օրվան համար, որովհետեւ այսպես ըսավ դերը։ Շատ լավ։ Սիրելներ, այստեղ հստակորեն գերևին թե ովքեր էին այդ վիշաբին, կազանին եւ սուտ մարգարեին պերնեն ելած կորդանման այդ ամակուր երեք ոգիները, ինչ կսեն, անոնք թիվային ոգիներ են։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ոգիները անգյալ, ինգած, մեղանչած ինգած հրեշտակներ են։ Անոնք սիրելներ առասպել չեն, որ մարդիկ երևակայած են եւ ստեղծած են։ Ոգիները մարդոց երևակայության արդյունքը չեն։ Ոգիները սիրելներ այն հրեշտակներն են, որոնք Աստուծո կողմէ ստեղծված էին որպես բարի հրեշտակներ, երբ որ իրենց գլխավորը Արուսյակ հրեշտակաբեդը Աստուծո թեմ ըմփոստացավ եւ ուզեց Աստուծո աթորը գրավել, ինք Աստվածը լալ, իրեն միացան Արուսյակ հրեշտակաբեդի միացան այս հրեշտակները եւ Աստված ինչ հրավ Արուսյակ հրեշտակաբեդը եւ այս հրեշտակները երկինքեն վառնեցեց եւ անոնք դարձան բիղձ ոգիներ, անոնք դարձան անմաքուր չար ոգիներ, չար հրեշտակներ։ Հստակ է, հետեւաբար սատանան իրականություն է, չար ոգիները իրականություն են եւ դժբախտաբար սիրելիներ, ասեմ որ չար ոգիներ կան, որոնք գսիրեն բնագիլ մարմիններու մեջ, առավելապար մարդոց մարմիններու մեջ, բայց նաև գենտանիներու մարմիններու մեջ։ Հիշեցեք, երբ որ Հիսուս օրը մեկում մեջ են չար ոգիներ բիդաներ, հարցուց ինչ է անունդ, լեքեյոն սիրելներ, 3000 հոգինոց գրուպ էր, խումբ է, 3000 չար ոգի մտած էր այդ մարդու մեջ։ Գրնակ երևակայել, ադոր համար գսեին, որ հաս շղթաներով իրեն կգաբեին, հաս շղթաները ինչ կներ, կկանթեր։ Եվ երբ որ Հիսուս հրամայեց, որ ելեն, ինչ խնդրեցին չար ոգիները, մեզ ուղարկե ինչի մեջ, խոզերու մեջ, որովհետև ոգիներ կան, որոնք կսիրեն ինչ, մարմիններու մեջ մտնեն։ Ինչպես որ անցյալին անգյալ հրեշտակները իջան եւ մարդոց աղջիկներու մեջ մտան եւ հսկաները ծնան 6-րդ գլխում մեջ կսվի ծննդոց կրկի։ Սիրելիներ, ադոր համար այսօր դժբախտաբար ինչ կան թիվահարներ։ Թիվահար կնշանակե թևեն հարվածված։ Մարդիկ կան, որոնք թիվահար են, իրենց մեջ թև կա, չար ոգի կա։ Եվ ադոր համար եկեղեցին գարկ ունի երթմնեցուչության գարկը, հայրենով երթմնեցուչություն կգոչվի, իսկ գարկ կատարողը կգոչվի երթմնեցուցիչ, այսինքն երթում անել գուտա Քրիստոսի անունով որ դուրս ելնե, Քրիստոսի անունով երթմնցնե, անգլերենով կգոչվի էքսորսիզմ, եւ որ էքսորսիզմ գնեն մեգումը, որ չար ոգին մարդու մեջ են դուրս ելնե, եւ անիգա սիրելեր բարձ մարդը չի գրդարնեն։ Շատ ահավոր է սիրելներ, ես չեմ ուզեր լայն պանալ գարգինս, բայց ես մասնակցած եմ և ես կատարած եմ նաև
այդ չար ոգիներու թեմ բادرազմ եւ սարսափելի են չար ոգիները շատ սարսափելի են ուրեմն այստեղ սիրելներ թիվային այս ոգիներն են որոնք սիրելներ մարդոց մեջ կմտնեն եւ Տեր Հիսուս հանեց եւ սիրելներ որբեսի մենք զգուշանանք որ մեր մեջ չմտնեն ինչ կսե Պողոս Արաքյալ Եփեսացիներու նամակի 6-րդ գլխու հատկապես 11-ին 13 համարներու մեջ մեր բادرազմը մարդոց հետ չէ այլ չար ոգիներուն թեմ անոր համար գսե ծեր վրա արեք ինչը Աստուծո սպարազինությունը այսինքն ավետարանը Աստուծո խոսքը որբեսի ինչն է թեմ տնեք սատանային Սատանան սիրելներ զանազան ծևերով գուկա, զանազան ծևերով։ Չկարծեք, որ սատանան անդան գոդոշներով գուկա, բոչը, ցերկնալ, մանկաղ այսպես սերբրակա։ Եթե այդպես երևեր սատանան, ամեն մարդ գվախնար։ Սատանան Պողոս գսե նույնիսկ կրնա ինչի գերբարանքով կալ։ Աբրիկ լուսավոր ռեշտակի գերբարանքով։ Սիրելներ անաբադի մեջ ջկնավորներուն գիտեք ինչ ծևով կներկայանար ընդհանրապես։ Գույս աղջկա, որ խապեր զիրենք։ Գամ սատանան ինչ պանով որ գդեսնե որ թիմացինը գվախնա գսարսապի այդ ծևով գուկա։ Չար ոգիներ իմ վրաս հարցակած են շունի գերբարանքով, որովհետև ես շուներեն շատ կվախնամ։ Դանս մեջ, որ չգամ մարդ։ Սիրելներ սատանան ամեն տեսակ ծևով գրնա ներկայանալ։ Օծի գերբարանքով, մարդու գերբարանքով, ռեշտագի գերբարանքով, անոր համար արդուն պետք է լալ, որ չինանք սատանայի ցերկերու մեջ։ Թուր չփանանք սատանային, այս է։ Հիմա չսարսափիկ, որովհետև Հովանես Արաքյալ գսե իր նամակի մեջ։ Մեր մեջի Սուրբ Հոգին ավելի հզոր է, քան սատանայի հոգին։ Անոր համար չսարսափիկ, գիտեք երբ սատանան մեր մեջ կմտնե, երբ որ թուր կփանանք իր թիմացը։ Ինչպես որ եթե թուրսը քամի է, փոթորիկ, եթե սիրելներ բադուանները փագեն, թուրերը փագեն, քամին ներս չմտներ։ Եթե բադուանեն ծայրը փանաս, քամին ինչ կլա, ներս կմտնե, գողիտ կզառնե, գողիտ մեջ կմտնե։ Սատանան այդպես է։ Եթե դու մեղքի բզիկ թուրը փանաս, հայոյելով, փամփասելով, զրբարդելով, թմրեցուցիչ գործածելով, ինչ գիտեմ վիժում կատարելով, սուտ խոսելով, ոճրակորձություն ունելով, ամփարոյություն ունելով, տեսակ, ինչա մեղք կա։ Թուրփած սատանային ինքը անմիջապես ներս կմտնե։ Անոր համար Աստուծո սպարազինությունը ակվիլ կնշանակի Աստուծո խոսքով միշտ զինվիլ։ Եվ սիրելներ ըսի որ ասոնք սատանային պերանը բիդլան չէ, ճիշտ է, եւ ինչ պիտի խոսին սուդ։ Դեսեք սիրելներ ինչպես հիմա մարդոց պիտի ղեկավարներուն պիտի խապեն։ Անոնք թիվային ոգիներ էին, որոնք ինչ կնեին հրաշքներ կգործեին։ Հրաշքներ։ Սիրելներ այսօր դժբախտաբար քրիստոնյաներու մեջ ալ գա ինչ։ Աման այստեղը հրաշք կգործվի, վազենք երտանք, աման այսինչ գինը հրաշքներ կգործե, իրեն վազենք երտանք։ Մարդիկ հրաշքներու ետևեն կվազեն։ Քրիստոնյա ճշմարիտ հավատացյալը հրաշքի պետք չունի։ Քրիստոնյան Քրիստոս ունի։ Հրաշքները անոնց համար են, որոնք դգար են հավատքի մեջ, որբեսի դեսնեն ու դիրոջ դառնան։ Քրիստոնյան վերստին հրաշքներու պետք չունի։ Հրաշքներու հրաշք ունենք մենք Հիսուս Քրիստոսը։ Մեր կյանքի փոփոխությունը ամենամեծ հրաշքն է, դիրոջ դառնալը ամենամեծ հրաշքն է։ Սիրելիներ, սատանան հրաշքներով bị խապե եւ Հիսուս գիշեր չէ ինչ ասավ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու 24-րդ համարի մեջ ասավ եւ որ խոսեցավ սուտ մարգարեներու մասին, սուտ Քրիստոսներու մասին ասավ անոնք պիտի կան պիտի ելեն եւ մեծ հրաշքներ ու նշաններ պիտի կատարեն որբեսի մոլորեցնեն այս չար ոգիներու նպատակը հրաշքներ կատարելուն ոչ թե բուժումներ կատարել են այլ մոլորեցնել մարդիկը Պողոս Արաքյալ սիրելներ քիչ առաջ որ ցեզի գարտացի երկրորդ Թեսաղոնիկեցներու նամակի երկրորդ գլուխը 6-8 գարտացի
Հիմա ցեզի պիտի գարտամ 9:11։ Դեսեք ինչ կսե Պողոս Արաքյալ։ Սուբկիր կարտացեք միշտ։ Գարտամ ցեզի 9:11 համարներ։ Մինչ այդ գսե Արաքյալը անորենի մասին գխոսեր, չէ՞։ Մինչ այդ անորենը, որ սատանային ներկործությամբ պիտի կա, սատանային զորությամբ պիտի կա, ամենայն զորությամբ գերց հրաշքներ եւ ըսկանչելիքներ պիտի կատարե։ Ամենայն զորությամբ գերց հրաշքներ ու նշաններ պիտի կատարե եւ ամեն տեսակի չար խաբեբայությամբ պիտի հրաբուրե անոնք, որ գորուստի ջամփու մեջ են, քանի որ անոնք չսիրեցին եւ չընդունեցին ճշմարտությունը, որ զիրենք պիտի բրգեր։ Աստվածալ մոլորության, աստեցության դակ պիտի ընտարգես անոնք, որբեսի սդության հավատան։ Ահա սիրելիներ, հստակ է որ չար սատանան ինքը ինչ տեսակ հրաշքներ պիտի կատարե, ինչպես որ սուտ մարգարեն, ինչպես որ ները։ Շարունակությունը, ուրեմն որոնք հրաշքներ կգործեին եւ գերտային երկրի բոլոր թագավորներուն բادرազմի հավաքելու զանոնք։ Սիրելիներ, դեսեք այս չար ոգիներու, երեք այս չար ոգիներու նպատակը ինչ է։ Նախքան նպատակին հասնելը։ Այս չար ոգիները ժողովուրդը պիտի քայթակեցնեն։ Ժողովուրդը պիտի մոլորեցնեն։ Մի վախնակ, նիշ միջի դամ այս անգամ։ Այո, կամ ոչ։ Ոչ, նայցեք, այս չար ոգիները պիտի երթան երկրի, որոնց թագավորներուն, ղեկավարներուն, ինչու, որովհետև սիրելիներ, այս աշխարհի վախճանը ասել է արդեն, այս չար ոգիները գիտեն, որ եթե երկրի ղեկավարները մոլորեցնեն, այլևս երկրի ղեկավարները շատ հեշտությամբ կգրնան ժողովուրդը ոչխարի պես իրենց ենթարկել։ Ուր որ երթան, այդտեղ կդանին։ Ինչ սևի առաջնորդեն, հոնք առաջնորդեն։ Եվ հիշեցեք, չար ոգիները սիրելիներ, բարձ մարդոց ետևեն շատ չեն երթար, այլ երթան մեծ բաշտոն ունեցողներուն ետևեն, բաբերու ետևեն, գաթողիկոսներու ետևեն, սրբազաններու ետևեն, նախագահներու ետևեն, մեծ մարդոց, ինչու։ Որովհետև սիրելիներ, եթե մեծ մարդիկը քայթակղեցնեն, գիտեն, որ ժողովուրդը արդեն գմոլորի։ Եվ այսօր մեր ասկին այդ վիճակին չէ ասուցած սատանան, այո, հարվածած է մեր եկեղեցվող ղեկավարներուն, հարվածած է մեր ասկի ղեկավարներուն եւ այսօր ժողովուրդ այսպես մոլորյալ վիճակի մեջ է, որովհետև մեր հոգևոր ու ասկային ղեկավարները հոգևորապես արթուն չմնացին։ Հոգևորապես արթուն չմնացին։ Ահա սիրելիներ, չար ոգիները կացին աշխարհի ղեկավարներուն եւ անոնց Պերնեն ելած խոսքերով սիրելիներ որութեմ հավաքելու ամենագալ Աստուծոթեմ հետաքրքրական է սիրելիներ երկրորդ Սաղմոսը գիշեք ինչ կսեր երկրորդ Սաղմոսը սիրելիներ մեգեն մինչև 3-ը ցեզի պիտի գարտամ դեսեք ուղագի Աստվածաշունչ իրարու հետ գաբ ունի դեսեք ինչ կսե այս Սաղմոսը գրված է Դավիթ մարգարեն գրած է Հիսուսի աշխարհ կալին 1000 տարի առաջ եւ այս քրությունը հայտնություն Հովանու գրված է Հիսուսեն իդ 100 թվականին մոտավորապես դեսեք սիրելիներ ինչ կսե Դավիթը ինչու ազգերը աբստամբերեն ժողովուրդները թավաջանության ծրագիր կմշակեն աշխարհի թագավորները կպատրաստվին եւ իշխանները կմիապանին դիրոջ եւ անոր օձյալին թեմ որոնց թեմ դիրոջ այսին Աստուծո եւ անոր օձյալին ով է Աստուծո օձյալը Հիսուսին թեմ 1000 տարի առաջ գրած է ասկա Հիսուսեն շարունակությունը գսեն գդրենք անոնց շղթաները մեր վրայեն թոթափենք անոնց լուծը հիշեցեք սիրելներ մենք կգարտանք Ծննդոց 11-րդ գլխու մեջ երբ որ չրեղեղը վերջացավ մարդիկ ինչ շինեցին աշտարակ ուր
Բաբելոնի մեջ, Բաբելոնի աշտարակը, the Tower of Babylon, չէ՞։ Ինչու համար։ Ըսիմ որ բարձրացանք մինչև Աստված, որպես եթե նորեն չրեղեղն է մեզի չաստի ճուրը եւ մենք կրավենք որու դեղը Աստուծո։ Բաբելոնը առաջին ուրեմն վայրն էր մարդոց, որոնք ըմպոստացան որու թեմ Աստուծո, այսինքն ուզեցին Աստծո դեղը կրավել։ Ահա որու սիրելներ, որոնց մղումով ըրին չար սատանային, չար ոգիներուն։ Ահա նույն ոգիները աշխարհի վաղճանին, նույնպես աշխարհի թակավորները պիտի հավաքեն որու թեմ Աստուծո թեմ։ Եվ հիշեցեք, երբ որ մենք հասնենք հաջորդ գլուխը, պիտի տեսնենք, որ ով պիտի նա Բաբելոնը, հոգևոր Բաբելոնը, այս աշխարհի բղծությունը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինչ որ աշխարհի սկիզբեն եղավ, աշխարհի վաղճանին պիտի լա։ Եվ պիտի աշխարհը վերջանա դիրոջ քալուստով եւ խիստ թադաստանով։ Եվ տեսեք, այս երեք չար ոգիները ոչ թե հասարակ բարձ մարդոց պիտի մոդենան ինչպես ասի, այլ երկրի թակավորներուն, որովհետև գիտեն, որ երբ որ թակավորները առաջնորդեն թեպի մոլորություն, ուրեմն ժողովուրդն ալ հեշտությամբ գրնա մոլորիր։ Եվ ինչով պիտի խաբեն իրենց խոսքերով։ Հիսուս աշխարհին վրա ինչ բերավ սիրելներ ճշմարտություն։ Ինչ կարոզեց ճշմարտություն։ Սատանան ինչ կկարոզե սդություն։ Ադորամար Հիսուս Հովանու Ավետարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ ըսավ հրյա ղեկավարներուն. Դուք ձեր հորը սատանային զավակներն եք, որովհետև երբ որ սուտ գխոսի սատանան, իր նկարակիրն է որ ցույց կտա, սատանան իր մեջ ճշմարտություն չունի։ Եվ որ մենք սուտ գխոսենք, ես եւ դուք չենք նմանին Հիսուսին, այլ կնմանենք սատանային։ Եվ այս աշխարհի ղեկավարները այսօր ինչ է որ գխոսին մարդոց սուտ աշխարհի ղեկավարները որովհետև ղեկավարվին սուդին կողմե եւ ոչ թե Աստծո։ Եթե Աստծո կողմե ղեկավարվեին, աշխարհին վրա խաղաղություն կլար։ Եվ վերջին բաժին մնաց սիրելներ, տեսեք ինչ կսե ամենագալ դիրոջ մեծ օրվան համար։ Սիրելներ, որքանալ սատանան ինքզինք զորավոր գարձե, որքանալ ները սուտ մարգարեն իրենք զորավոր գարձեն, որքանալ այս չար ոգիները իրենք զորավոր գարձեն, որքանալ թակավորները իրարու միանան եւ ընթեմ ուրեմն միանան բայկարին չար ոգիներուն ընթեմ Աստուծո, սակայն սիրելներ Աստված ինչ կգոչվի այստեղ ամենագալ։ Ինչ կնշանակե ամենագալ։ Ամենագալ կնշանակե ամենագարող, ամենահզոր, անբարդելի, անհաղթահարելի, հզոր Աստված այս բառը սիրելներ միայն կգործածի որու համար Աստուծո համար։ Աստված ամենագալ դեր է։ Եվ այս բոլորը որ պիտի անեն, չեն գիտեր որ այսիկա ոչ թե սատանային օրն է հաղթանակի, այլ որու օրն է, որու Աստուծո ամենագալ դիրոջ մեծ օրվան համար։ Ամենագալ դիրոջ մեծ օրը գիտեք որ օրն է։ Թադաստանի օրն է։ Աշխարհի վաղճանն է։ Սիրելներ, այս բոլորը որ սատանան պիտի հավաքե աշխարհի ղեկավարները իրենց խոստանալով որ պիտի բայկարինք ընթեմ Աստուծո, պիտի բայկարինք Աստուծո բանակին թեմ, բայց իրականության մեջ պիտի լա իրենց ինչը բարդությունը, վերջնական բարդությունը, վերջնական գործանումը պիտի լա սիրելներ։ Եվ Աստուծո ամենագալ Աստուծո օրվան մասին սիրելներ 5 դագարանի մարգարեները շատ սկանչելի խոսքեր ունին, անոր գպապակի ես քանի համարներ դամ, դու գրնակ այս դեսահոլովակը դիտել եւ ընթերցել։ Եսայի 10-րդ գլուխ 6-13 համար, Եզեկիել 38 եւ 39 գլուխներ, Հովել մարգարե 2-րդ գլուխ 11-րդ համար եւ 28-ն 32-րդ համար, նաեւ 3-րդ գլուխ 2-րդ համար եւ վերջապես Սոփոնիա մարգարե առաջին գլուխ 14-ն 18-րդ համար եւ 14-րդ գլխու 1-ն 21 համարներ։ Սիրելիներ, որքանալ հավաքվին, սակայն հաղթանակը եւ որութեմ պիտի պատերազմին քարնուգին թեմ, դիրոջ թեմ,
Քարնուգին թեմ։ Սիրելներ, երկրի վրա քարնուգները ամենեն դգարն են։ Բայց երկնքի մեջ կա մեկ քարնուգ։ Ով է։ Ամենագալ դերը Հիսուս Քրիստոսը։ Եվ տեսեք, եւ որ հասնենք 17-րդ գլխու 14-րդ համարը սերդելու, այդտեղ նայեցեք ինչ կսե։ Գսվի քարնուգին թեմ պիտի բادرազմին։ Բայց քարնուգը պիտի հաղթի անոնց, որովհետև ինքն է դերերուն դերը եւ թակավորներուն թակավորը։ Իր գողքին բادرազմողները գանչվածներն են, ընտրյալները եւ հավատարիմները։ Սիրելիներ, եթե մենք դիրոջ կողքին ենք, մենք հաղթանագող ենք։ Այս բոլորը մեզի պիտի չվախցնեն։ Մենք հաղթական Հիսուսին հաղթական զավակներն ենք։ Ինքը սավ Հովանու Ավիդարանի 16-րդ գլխու 30-րդ համարի մեջ քաչալերվեցեք, աշխարհի երեսին նեղություններ պիտի ունենաք, բայց քաչալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ On ուրեմն, սիրելի ժողովուրդ, մենք հաղթական Հիսուսին հաղթական զավակներն ենք։ Մենք քարնուգին գողքին պիտի բادرազմենք։ Քարնուգը մեր սիրելիներ ղեկավարն է, մեր առաջնորդն է, մեր հրամանատարն է։ Աշխարհի բոլոր ղեկավարները, բոլոր թագավորները սատանան իր ուժերով, երևելի ուժերով եւ աներևույթ ուժերով հավաքվի անգամ սատանան ոչինչ պիտի գրնա անել հավատացյալին, որովհետև հավատացյալին ուժը ոչ թե իր անձնական ուժ է, այլ հավատացյալին ուժը Հիսուս Քրիստոսն է, որ թագավորներու թագավորն է եւ դերերու դերն է։ Եվ ավարտելով գսե, որովհետև այսպես ըսավ դերը։ Սիրելիներ, դիրոջ խոսքը հաջորդ համարի մեջ պիտի սերդենք, եկող շաբաթ 15-րդ համարի մեջ։ Բայց տեսեք, 6-րդ անոթն է, որ գտապվի, 7-րդ անոթը չտապված Հիսուս ըսելիք ունի։ Երբ որ Հիսուս ըսելիք ունի, աշխարհի վրա ամեն հարված, ամեն ինչ կլա, գգենա, թաթար գառնե, որովհետև դերը ըսելիք ունի եւ հետաքրքրական է։ Փայը նայեցեք, որովհետև այսպես չսեր, այսպես գսե դերը, այլ այսպես ըսավ դերը հավիտենական ժամանակներեն առաջ ըսավ արդեն, անորամար սիրելիներ, դիրոջ խոսքը հավիտենական խոսք է, սատանան փամը չի գրնարնել։ Ես անցել անգամին ցեզիսի, որ ատոմական ռումբերը, այո սիրելիներ, Ամերիկանի մագսե ատոմական ռումբը եւ այլն աշխարհի մեջ 10 երկիրներ կան ատոմական, մարդիկ կսարսափին, որ ատոմական ռումբ չնետեն։ Սիրելիներ, այս աշխարհի չար իշխաններ իրենց ամբողջ զորությամբ, որքանալ հարաճանան իրենց զորությանց մեջ, պիտի չկարողանան աշխարհը իրենց ցերկով վերջացնել, որովհետև դերը ըսելիք ունի։ Դերն է, որ աշխարհի վարչանը վերջագետը պիտի տնե եւ պիտի փանա մեր դիմաց հավիտենական կյանքի թուրը։ Ինչը սավ դերը, եթե գուզեք գիտնալ, եկող 3 շաբթի եկեք եւ միասին սերդենք։ Աստված ձեզ արադապես թողորտնի։ Ամեն։ Շատ լավ, խոնարհինք եւ ապաշխարության աղոթք կնենք սիրելիներ։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ով դեր երկրորդ կալուստիդ լուրը լսեցի եւ վախցա, որովհետեւ սուրբ բադվիրաններեն սորվեցա տետուն երգիրը թադելու գուքաս։ Դեր չար կորձերս հիշեցի եւ զարուրեցա, որովհետեւ ճշմարտաբես ջանցակ ու ահավոր եւ անաչար տադաստաններդ։ Դեր հիշեցի նաեւ արարածներու հանդեպ ունեցած ու արարչական սիրույթ քութը։ Արդ կտությանդ ապավինելով գաղաչեմ, ողորմենձի այն օրը, ով Քրիստոս արդար տադավոր։ Դեր կու ողորմությունդ թող մեր վրա կա, եւ կու բրգարար խոսքդ թող մեզ մեր մեղքերեն ազատե։ Ողորմությունը, ճշմարտությունդ եւ երեսիդ լույսը մեզի թող արդարության առաջնորդեն։ Թուն որ ողորմած, կտած եւ համբերող դերես,
Սուրբ Աստվածածնին բարեխոսությամբ ընդունե մեր աղաչանքը, ամեն։ Դեր ողորմիայի ժամանակ ըսենք համայն մարդկանց թարց փրկություն։ Դեր ողորմիա, դեր ողորմիա, դեր ողորմիա, դեր ողորմիա, ամեն ասոր դոր աշխարհիս խաղաղություն եւ իվանտած փժաշկություն համայն մարդկանց թարցվեր գություն դեր ողորմիա, դեր ողորմիա, խաչյան հրգիչ մեզ ողորմիա, սրբոյգույս Աստվածածին բարեխոսյա կոմիածնին հիշյադեր և ողորմիա հանուն հոր և որդվո և օգվույն սրբո ամեն Հայր մեր որ հերգինսես սորբ եղիցի անուն քո եկես է արկայություն քո եղիցին գամ քո որպես էրգինս և հեգրի ցած մեր հանաբազոր դուր մեզ այսօր թող մեզ զբարդիս մեկ որպես և մեկ թողունք մերոնց բարդաբանած և մի դանիլս մեզի փորձություն աղայլ
Զիքո արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանը Սավիդենից ամեն օրտնյալ քերերուքի շնորհացն սրբոք վույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցիան ցեզ ընդ ամենեսյանդ ամեն Քրիստոսի հաղթական զավակներ ամփորձանք ձեր դուները երթակ չվախնակ ո՞ե մեկ բանը այլ Քրիստոսով զորանակ Սուրբ Հոգիով զորանակ եւ Աստծո միշտ փառավորեք օրտնյալ եղեք